Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու առաջին գիրք 22-րդ գլուխ Դաջարին շինության պատրաստությունները։ Ուստի Դավիթը ասավ. այս է Տիրոջ Աստուծո դունը եւ այս է Իսրայելի ողջագեզին զոհասեղանը։ Դավիթ հրամայեց, որ Իսրայելի երկրի մեջ գտնվող քաղաքականները հավաքեն ու Աստուծո դունը գառուցանելու համար քարագոպներ նշանակեց, որբեսի դաշված քարեր պատրաստեն։ Թրան փեղգերուն կամերուն համար եւ ակույցներուն համար Դավիթ արատ երկաթ պատրաստեց, այնչափ արատ բղինց, որ գշիր չուներ։ Նաեւ անհամար մայրիի փայտեր, քանի որ սիթոնացիներն ու դյուրացիները Դավիթի արատ մայրիի փայտ բերած էին։ Արդարև Դավիթ ըսած էր. Իմ որդիս Սողոմոն փափուկ դղամն է եւ Տիրոջ համար գառուցանվելիք դունը մեծ, բարձր ու բոլոր երկիրներու մեջ անվանի եւ շքեղ պետք է լա։ Ուրեմն անոր համար պատրաստություն պիտի տեսնեմ։ Այսպես Դավիթ իր մերներեն առաջ շատ պատրաստություն տեսավ։ Հետո իր որդին Սողոմոնը կանչեց ու անոր պատվիրեց, որ Տիրոջ Իսրայելի Աստուծոյին դուն մը գառուցանե։ Դավիթ Սողոմոնի ասավ. Որդյակս, սիրտիս մեջ մտածեցի, որ Տիրոջ իմ Աստուծույս անունին դուն մը գառուցանեմ, բայց Տերը խոսեցավ ինձ ասելով. Թուն շատ արյուն թափեցիր ու մեծ պատերազմներ ըրիր։ Թուն իմ անունիս դուն պիտի չգառուցանես, քանի իմ առջևս շատ արյուն թափեցիր գեդինի վրա։ Ահա քեզի որդիմը պիտի ծնի։ Ան հանգստության մարդ պիտի լա եւ զայն իր բոլոր շրջակա թշնամիներեն պիտի հանգստացնեմ։ Արտարև անոր անունը Սողոմոն պիտի լա եւ իր օրերու մեջ Իսրայելի խաղաղություն ու հանդարտություն պիտի դամ։ Անիգա իմ անունիս դուն պիտի գառուցանե։ Ան ինձի որդի պիտի լա ու ես անոր հայր պիտի լամ եւ անոր թագավորության քահը Իսրայելի մեջ հավիտյան պիտի հաստատեմ։ Ուրեմն հիմա որդյակս Դերը քեզի հետ լա, որ հաջողիս ու Տիրոջ քո Աստուծույթ դունը գառուցանես, ինչպես քո մասիդ խոսեցավ։ Միայն թե Դերը քեզի ուշիմություն եւ խելք տա ու քեզ Իսրայելի վրա հաստատե, որբեսի Տիրոջ քո Աստուծույթ օրենքը պահես։ Այն ադեն պիտի հաջողիս, երբ ըսկուշությամբ կործատրես այն կանոններն ու թադավեճիրները, որ Դերը Մովսեսի պատվիրեց Իսրայելի համար։ Ուժովցիր եւ քաչ եղիր, մի վախնար ու մի զարուրիր։ Ահա ես իմ դարաբանքիս մեջ Տիրոջ դան համար 100,000 դաղանդ ոսկի եւ 1 միլիոն դաղանդ արձատ պատրաստեցի։ Իսկ բղինցն ու երկաթը այնչափ արատ են, որ գշիր չունին։ Փայդեր եւ քարերալ պատրաստեցի, անոնց վրա թունալ ավերծուր։ Նաեւ քուքովդ բազմաթիվ կորձավորներ ունիս, քարագոպներ, որնաթիրներ, հյուսներ եւ ամեն կորձի համար ամեն տեսակ վարպետներ։ Ոսկին, արձատը, բղինցն ու երկաթը անհաշիվ են։ Գանքնե եւ ծերնարգյա այս կորձին ու Դերը քեզի հետ լա։ Դավիթ Իսրայելի բոլոր իշխանավորներուն պատվիրեց, որ իր որդին Սողոմոնի օգնեն։ Անոնց ասավ. Ահա Դերը ծեր Աստվածը ցեզի հետ է։ Ան ցեզ ամեն գոմե հանգստացուց, որովհետև այս երկրին բնակիչները իմ ցերկս մատնեց, ու երկիրը Տիրոջ արչև եւ անոր ժողովրդին արչև նվաճվեցավ։ Ուստի հիմա ծեր սիրտն ու ծեր անձը հատկացուցեք Դերը ծեր Աստվածը փնտրելու։ Գանքնեցեք եւ գառուցանեցեք Տիրոջ Աստուծո սրբարանը, որբեսի Տիրոջ ուխտին դաբանակն ու Աստուծո սուրբ արարկաները Տիրոջ անունին համար գառուցանված դունը դանիք։ Փառք քեզ Դեր Աստված մեր։ Ամեն։